Բարի առավոտ։ Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, այսօր մարտի 17-ն է, օրը երկուշաբթի։ Աշխատանքային ևս մեկ շաբաթ սկսում է իր ընթացքը եւ այսօր Բարի լույսում գրքի հեռուստաշնորհանդես է։ Նյումեկ հրատարակչությունը ներկայացնում է նոր գիրք։ Հեղինակ արցախցի լրագրող Ծովինար Բարխուդարյանն է։ Գիրքը կոչվում է Վերջին կարմիր շրթներկը։ Այս գրքի յուրաքանչյուր բառի ու տողի մեջ զգում ես այն ցավը, այն ապրումներն ու անբացատրելի զգացողությունները, որոնց միջով անցել են բոլոր արցախցիները։ Սա իհարկե վավերագրություն է արցախցիների ամուր կամքի, նույնիսկ ամենաանհնարին պայմաններում ամուր հայրենի հողի վրա կանգնած մնալու եւ ստիպված հայրենիքը լքելու մասին։ Այս գրքում հեղինակը պատմում է իր պատմությունը, իր ժողովրդի, մեր բոլորի պատմությունը։ Այսօր բացահայտելու ենք այս սպասված գրքի բոլոր հետաքրքիր մանրամասները, բայց մինչև մեր եթերային հիմնական ընթացքին անցնելը չմոռանանք միանշանակ օրվա սկզբի մասին, ինչը նախաճաշն է։ Այո, եւ մինչ նախաճաշին անդրադառնալը ունենք շատ համեղ գործընկերներ, որոնցով որ ամբողջանում է այդ ամենը, կարծես։ Ներկայացնենք մեր համեղ գործընկերոջը Դարոյինք ընկերությանը, որը հայկական շուկայում հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող լավագույն ընկերություններից մեկն է եւ շուրջ 30 տարի է ինչ սպառողին ներկայացնում է ավելին քան 2 անուն քաղցրավենիք։ Դարոյինքի արտադրանքը հիմնված է բացառապես բարձր որակի ապահովման եւ համի ապահովման վրա։ Ընկերության արտադրած քաղցր ձողիկները շատերի մանկության անբաժանելի մասն են կազմում։ Իսկ արդյոք հերոսը Դենին դարձել է ընկերության խորհրդանիշներից մեկը։ Ուրախությամբ տեղեկացնենք, որ Դարոյինք ընկերությունը Դենի ապրանքանիշով նոր շարք է ներկայացնում։ Այն ներառում է շոկոլադապատ սնկիկներ, կրուասաններ, բիսկվիտներ եւ կեքսեր, որոնք իրենց համով, բարձր որակով եւ գեղեցիկ փաթեթավորմամբ նպատակ ունեն շարունակելու բրենդի հարուստ պատմությունը։ Ի ուրախություն ծնողների Դենիի տեսականին իդեալական տարբերակ է երեխաների դպրոցական ընդմիջումների, լանչերի, ընկերների հյուրասիրելու եւ պարզապես համեղ պահերի համար։ Դեն սիրելի հեռուստադիտողներ, ինչպես նշեցինք, նախ այսօր մեր հյուրերի հետ բացահայտելու ենք արցախցի լրագրող Ծովինար Բարխուդարյանի Վերջին կարմիր շրթներկը գիրքը, այնուհետև տաղավարում հյուրընկալելու ենք իմ սիրուն դեմքի խնամքի մասնագետ մասնագետ Մերի Նիկոլյանի եւ նրա հետ կզրուցենք ճիշտ ու գրագետ խնամքի մասին, կլսենք կարևոր խորհուրդներ ու կբացահայտենք, թե գարնան այս ամիսներին ինչպես պետք է խնավել մաշկը։ Բացի այս ամենը, նաեւ կթերթենք մեր մշտական էջերը, կլսենք հոգեբանական կարևոր հարցերից մեկի պատասխանն ու կպարզենք օրվա բաղադրատոմսը իհարկե։ Բայց այսօր Սաթենիկը մենակ չէ, սննդաբան Էլիզա Պետրոսյանը նրա հետ է եւ շատ հետաքրքիր բաղադրատոմս է ներկայացնելու միասին։ Բայց մինչև Սաթենիկին եւ Էլիզային ողջունելը պատմենք մեր գործընկերոջ մասին։ Դե ինչ սիրով ներկայացնում ենք մեր համեղ գործընկերոջը Աթենք մսամթերքի ընկերությանը, որը ոլորտի բացարձակ առաջատարն է։ Արդեն 3 տասնամյակից ավել ընկերությունը բազմաթիվ ընտանիքների առօրյայի մի մասն է դարձել եւ հաստատուն քայլերով զարգացնում է հայաստանյան սննդամթերքի շուկան։ Որպես օրվա լավագույն սկիզբ եւ հագեցնող նախաճաշ առաջարկում ենք օրը սկսել Աթենքի սարդելկաներով, որոնք սննդարար են, համեղ, պատրաստված են բացառապես հատնտիր մսակտորներից։ Աթենքի սարդելկաները յուրաքանչյուր հավաքույթ, ընդմիջում կամ ընթրիք կդարձնեն առավել համեղ։ Չնայած նրան, որ սարդելկան ստեղծվել է 19-րդ դարում Գերմանիայում որպես արագ սննդի լուծում, այսօր Աթենքն այդ գաղափարը հասցնում է մի նոր մակարդակի ավելացնելով ինքնատիպ համեր, հատուկ ընտրված բաղադրիչներ, անսահման սեր եւ հոգատարություն։ Դարձրեք ձեր օրը Աթենքի հետ ավելի համեղ, հաշված րոպեներում։ Այս պահին խոսելով միանշանակ համեղություններից պետք է տեղափոխվել խոհանոց հասկանալու մեր երկու գեղեցիկ գործընկերների առաջարկած նախաճաշը։ Տեսնենք թե ինչպիսի նոտաներ է առաջարկում Էլիզան եւ ինչպես այն ամբողջացնում Սաթենիկը։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։ Բարի առավոտ սիրելի հեռուստադիտողներ, երկուշաբթի է, մենք պատրաստ ենք ինչպես միշտ արդեն ավանդույթ ենք ձևավորել։ Էլիզան ինձ հետ է։ Առողջ սննդակարգ, առողջ, համեղ, կերակուր։ Ինչպես եք արթնացել։ Լավ, շնորհակալ եմ, շատ բարձր տրամադրվածությամբ եւ ողջավորվածությամբ եկել եմ արդեն այստեղ, Բարի լույսի տաղավար, որպեսզի միասին պատրաստենք շատ համեղ աղցան։ Էլիզա, ասեմ, ոչ միայն շնորհակալություն, ոչ միայն մենք ենք անհամբեր սպասում երկուշաբթի օրվան, նաեւ հավատարիմ հեռուստադիտողները, թե դուք երբ եք գալիս դիսվելու ձեր հետաքրքիր համեղ բաղադրատոմսով եւ իհարկե խորհուրդներով, ասեմ իմանաք, որ խորհուրդներին հետեւում են հեռուստադիտողները ժամանակ առ ժամանակ շաբաթվա
ընթացքում, երբ որ ես եմ կերակուրներ պատրաստում, հիշելով ձեր խորհուրդը օգտագործում Իսկապես, շատ ուրախ եմ։ հիշեցնում եմ, բարձրաձայնում եմ, այնպես որ այսօր էլ տեսնեմ ինչ խորհուրդ կգողանամ ես եւ հեռուստադիտողներին, որևէ խորհրդով կկիսվենք։ Շատ հաճելի է իհարկե այդ մասին լսելը։ Այսօր հետաքրքիր ենք պատրաստելու, տեսեք մենք արդեն ունենք այստեղ երկու աղցանաման, սա նշանակում է, որ աղցանը լինելու է երկու տեսակի։ Սև եւ սպիտակ։ Այո, ինչպես եւ խոստացել էինք, որ պահքի ընթացքում հաճախ կկիսվենք պահքային ուտեստներով, այսօր մեր աղցանը կլինի մեկը պահքային, իսկ մյուսը ոչ։ Մենք ունենք այստեղ գունագեղ տարբերակներ, միրգ եւ բանջարեղեն, իսկ մենք գիտենք, որ գույները օրգանիզմի համար շատ կարեւոր է եւ պարտադիր է, որ օրգանիզմում մեր սննդակարգի մեջ միշտ լինեն գունային բանջարեղեններ եւ մրգեր։ Այսօր նույն բաղադրիչներով պատրաստելու ենք պահքային եւ ոչ պահքային աղցան, իսկ ոչ պահքային աղցանի համար մեզ պետք է լինելու հավի կրծքամիս եւ քամած մածուն, պահքային աղցանի համար առանց այս երկու բաղադրիչների։ Այս աղցանի կարևոր այսպես կետը նա է, որ երկու դեպքում էլ շատ քիչ կալորիական է, բջջանյութով հարուստ է եւ այստեղ օգտագործելու ենք մենք սամիտ, որը օրգանիզմից ավելորդ հեղուկ հանելու հատկություն ունի։ Դիտեք, ես պարզապես օգտագործում եմ սամիթը գիշերը, երբ որ ուզում ձեր խորհրդով որևէ բան ուտել, այն սամիտն եմ։ Շատ ճիշտ Եվ ախորժակը փակում է։ Բջջանյութի լավագույն աղբյուր է, նաև օրգանիզմից ավելորդ այդ օրվա ընթացքում կուտակված հեղուկը հանելու լավագույն միջոցն է սամիթը։ Այնպես որ մեր այսօրվա աղցանը եւ օգտակար է, եւ գունագեղ է, եւ կալորիապես բավականին ցածր։ Վերջում իհարկե ես կասեմ, թե որ չափաբաժինը ինչքան կալորիա է պարունակում։ Շատ բարի, շնորհակալություն։ Ինձ թվում է այս ամենը նաև պետք է համեմենք, իհարկե մեր գործընկերոջ կողմից առաջարկված համեմունքներով։ Մեզ պետք է կարմիր պղպեղ եւ սխտորի փոշիկ։ Քո խորհրդով օգտագործում ենք փոշի սաթենիկ։ Շատ բարի, այո, ինչու իմ խորհուրդը, որովհետեւ ամեն անգամ ասում ենք, այ եթերից հետո ամեն մեկս մեր գործն ունենք, օրինակ ես փորձ եմ ունենում, ներկայացում եմ ունենում, գործընկերներս հանդիպումներ են ունենում, այդ իսկ պատճառով մենք որոշել ենք մեր գործընկերոջ կողմից առաջարկված սխտորի փոշից օգտվել, ես սա կվերցնեմ այստեղ է։ Եվ իհարկե ինչպես նշեց Էլիզան, հարկավոր է կարմիր պղպեղ, թույլ տուր վերցնեմ քաղցր աղացած պղպեղը, որպեսզի այդքան կծու չլինի, բայց կարող եմ նաև վերցնել կծուն, գուցե ավելացնելու կարիք լինի, կծվությունը մի քիչ ապահովենք։ Դե ամբողջ տեսականին իհարկե ձեր էկրաններին է, իսկ ես սիրով եւ ժպիտով կներկայացնեմ մեր գործընկերոջ բազմազան համեմունքները։ Հարգելի հեռուստադիտողներ, շուրջ 20 տարի Տոնյանց Family Company Zolotoye Testo ապրանքանիշի մշտապես թարմացվող տեսականին յուրահատուկ դիզայնը, հարմարավետ ժամանակակից փաթեթավորումը դարձնում են Zolotoye Testo ապրանքանիշը ոչ միայն հուսալի ընտրություն, այլ կատարյալ լուծում յուրաքանչյուր խոհանոցում ցանկացած ուտեստի համար։ Չմոռանամ ասել, որ արդեն հասանելի են Մասիս ապրանքանիշի կրուպեղենը։ Ուրախությամբ նշեմ եւ մեր հեռուստադիտողներին էլ շտապ եմ ուրախացնել, որ արդեն իսկ վաճառվում է բոլորիս կողմից սիրված օգտակար քինոան։ Բացի այս, նաև հրաշալի ակցիա է գործում։ Գնելով 1 տուփ չիայի սերմեր, կստանաք նվեր 1 տուփ քինոա։ Սիրով նշեմ նաև, որ առաջին անգամ շուկայում նոր առաջարկ Zolotoye Testo ապրանքանիշի կողմից շեֆ խոհարարների եւ բոլոր խոհանոցների համար հատուկ ճիշտ պահպանվող հերմետիկ զիպքականներով 1 կիլոգրամանոց փաթեթներ, որոնք թույլ են տալիս չտեղափոխելով այլ տարաների մեջ պահպանել համն ու հոտը շատ երկար ժամանակ, ինչը համեմունքների համար անփոխարինելի առավելություն է համարվում։ Սա իսկապես հրաշալի լուծում է խոհարարների համար։ Փաթեթները կարող եք գնել խանութներից կամ պատվիրել համագործակցություն զանգահարելով 099 99 04 66 եւ երկրորդ հեռախոսահամարը 094 60 84 14 հեռախոսահամարով։ Դե ինձ սիրելի հեռուստադիտողներ, արդեն հավի կրծքամիսը մանր կտրատված է։ Մենք ունենք ջեռոցի համար նախատեսված ափսե, ջեռոցը կմիացնենք։ Իդեպ քանի րոպե ենք թողնելու այնտեղ։ Կարծում եմ հավի կրծքամիսը շատ արագ է պատրաստվում, կարծում եմ 20 րոպե մաքսիմում։ Իսկ ինչու չենք տապակում, տապակի վրա այլ տեղափոխում ենք ջեռոց։ Այս պահին մենք փայլատի թեղի մեջ ենք դնելու ու տեղափոխենք։ Իհարկե ես միշտ շեշտում եմ, որ մի վախեցեք տապակելուց, տապակելու համար պարզապես պետք է ճիշտ ձիթայուղ ընտրվի։ Այս պահին ես ուզում եմ, որ ինքը լինի ավելի խրթխրթան, դրա համար մենք պատիրեն այսպես փաթեթավորելու ենք փայլատի թեղի մեջ ու տեղափոխենք ջեռոցը համեմելուց հետո։ Կարծում եմ, այդպես ավելի համեղ է ստացվում։
դարձում, նաև իր հյութն է մեջը մնում եւ խրթխրթան է ստացվում։ Այս մեր հարցն է, եթե ոչ խրթխրթան, ժամանակ սովորաբար շատ չոր է, ապա պատրաստելու ընթացքում այդ չորությունը ավելի ընդգծվում եւ խրթխրթան է դառնում։ Իսկ լինում են օրինակ ռեստորաններ, որ պատրաստում ես, զգում ես, որ փափուկ է հավի կրծքամիսը։ Կարծում եմ դա ճիշտ մարինացնելուց է գալիս։ Մենք այսօր եւս մարինացնելու ենք ծիթայյուղով, այո, պատրաստելու ենք կարմիր պղպեղ եւ սխտորի փոշի, այո, համեմելու ենք եւ թողնենք հիմա ասենք, որովհետեւ դա մենք ինչպես հասկանում ժամանակի մեջ տեղավորվելու համար պետք է անենք ես տնային պայմաններում, երբ որ պատրաստում եմ ու պահքային ոչ պահքային, այսպես չեմ առանձնացնում, նախապես հավի կրծքամիսը ծակծկում եմ, թողնում եմ կաթի մեջ, այսպես, եթե 30 րոպե ու ավել կաթի մեջ կարմիր բիբարով այսպես համեմված մնում է, նախ շատ համեղ է լինում եւ ձեր ասած այդ փափությունը եւ հյութալիությունը պահպանվում է, այո։ Ոչինչ որ գախնիկ ասեցիք։ Ոչ մի խնդիր, մենք միշտ կիսվում ենք հետաքրքիր լայֆհակերով։ Ահա, մենք դա հասկացանք։ Սիրելի հեռուստադիտողներ, ուզում եմ նաև մեր մյուս գործընկերոջը ներկայացնել։ Այո, խոսքը Դարոյինքի մասին է։ Այո, 25 տարի հայկական շուկայում 200 անուն քաղցրավենիք է առաջարկում, շարունակելով արտադրական ակտիվ գործունեությունը, Դարոյինքի սիրելի քաղցրավենիքները վերադարձել են նոր տեսքով։ Ղրտղրտան, շատ համեղ, շոկոլադե, կիտրոնի, շոկոլադի եւ պնդուկի կատնաշոկոլադային կատնային վաֆլիները, ինչպես նաև թարմ քաղցրաբլիթները, այժմ ավելի գեղեցիկ, հարմար, փաթեթավորմամբ ձեր եւ ձեր երեխաների համար։ Իսկ առաջարկվող համային լայն տեսականին կամբողջացնի ընտանեկան ընկերական երեկոները, լցնելով դրանք քաղցրությամբ, ջերմությամբ, նշենք նաեւ, որ տեսականին արկա է բոլոր վաճառակետերում։ Ես ինչով եմ օգնելու, Էլիզա։ Պահքային աղցանը առաջարկում եմ դու կտրատես, իսկ ոչ պահքայինը պատրաստեմ ես։ Հասկացաք, ով է պահքի մեջ, ով ոչ։ Շատ հետաքրքիր է դիտարկումը։ Իրականում ես ուրիշ ապսեի Էլիզային առաջարկել, ասեց արի սև ու սպիտակն անենք, պահքայինը թող լինի սև ապսեի մեջ։ Սպիտակը հետաքրքիր տարբերակ է, այնպես որ վստահ եմ, որ շատ ընտանիքներում կան անդամներ, տան անդամներ, ովքեր մեկը պահք է պահում, մյուսը ոչ, այնպես որ ճիշտ ընտրությունն է, շնորհակալություն։ Իհարկե մեր երկրորդ միացման ընթացքում մենք էլի գաղտնիքներ, ես կփորձեմ կորզել Էլիզայից այդ գաղտնիքները հեռուստադիտողների կողմից իրականում շատ սիրված են այդ լայֆհակերը, այդ խորհուրդները։ Դե ինչ, մնում եք մեզ հետ, որովհետև Անահիտը եւ Արմանը դեռ անելիք ունեն, դե ինչպես հասկացաք, մեր այլ ավելի շատ է, չէ՞, անելիքը։ Պատկերներ համեցեք։ Շնորհակալություն ընկերներ։ Շնորհակալություն, դե ինչ համեղ սննդարար առողջ շաբաթվա սկիզբ տալիս է Սաթանիկը եւ Էլիզան։ Հատկապես շնորհակալություն, որ հաշվի են առնում եւ պահքային եւ ոչ պահքային սնվողներին, հատկապես այս օրերին։ Դե ինչ մենք շարժվում ենք առաջ, Newmec հրատարակչությունն այսօր ներկայացնում է նոր գիրք։ Հեղինակն արցախցի լրագրող Ծովինար Վարդուդարյանն է, գիրքը կոչվում է Վերջին կարմիր շրթներկը։ Անդառնում ենք գրքին, սիրելի հեռուստադիտողներ, եւ այսպես հեռուստաշնորհանդես այս պահին ուղիղ եթերում Newmec հրատարակչությունը ներկայացնում է արցախյան վավերագրություն Ծովինար Վարդուդարյանի Արցախյան օրագիրը Վերջին կարմիր շրթներկը։ Գրքի գլխավոր հովանավորը Ամրոց ազգային զարգացման հիմնադրամն է։ Այս պահին մեր տաղավարում է Ամրոց ազգային զարգացման հիմնադրամի ծրագրերի ղեկավար Քնարիկ Ջալաթյանը։ Բարի առավոտ, Քնարիկ, բարի լույս։ Շնորհակալություն հյուրընկալվելու համար։ Գրքին անգամ իհարկե նախորդ անգամ եւս արցախյան գրքի շնորհանդես էր ներկայացնում Newmec-ը եւ ինչպես միշտ Ամրոցն էր գլխավոր հովանավորը, այս անգամ եւս բացառություն չէ։ Խնդրում եմ այս գրքի մասին անդրադառնանք այսօր Newmec-ը հրատարակում է, այո, դուք հովանավորում եք կրկին անգամ, ինչպես եղավ համագործակցությունը նաև այս գրքի հետ կապված։ Ճիշտ նկատեցիք, այս եթերաշրջանի կարելի ասել երկու արցախյան կարևոր գրքերի հովանավորը Ամրոց ազգային զարգացման հիմնադրամն էր եւ ինչպես նախորդ անգամ առիթ ունեցա ասելու, որևէ ծրագիր նախաձեռնելիս կամ հովանավորելիս Ամրոց ազգային զարգացման հիմնադրամը անցկացնում է մեր 4 հիմնասյուների ֆիլտրի միջով, որոնք են հայրենիք, լեզու, արժեքներ եւ հավատք, եւ այս գրքի պարագայում նույնպես, երբ որոշում ենք ստանձնել հովանավորությունը, մեր պատկերացման մեջ հայրենիք հիմնասյան մեջ էինք իրեն պատկերացնում, սակայն երբ արդեն ստացանք հենց բուն գիրքը եւ ընթերցեցինք, հիմնադրամում խոսեցինք թիմով եւ հասկացանք, որ ավելի շատ սա մեր հավատք հիմնասյունն է ծածկում։ Բացատրեմ ինչի համար, հեղինակը գրքի առաջին էջերից
երբ պատմում է այդ ծանր փորձությունների մասին, ինչի միջով անցել են մեր հայրենակիցները Արցախում, խոսում է Աստծո հետ եւ ասում է փրկիր, որ վերադառնանք։ Եվ այդպես նուրբ թելով տանում է մինչև գրքի վերջը եւ ասում է դարձի գանք, որ վերադառնանք։ Այսինքն ամբողջ գրքի ընթացքում հեղինակը շատ բացառիկ անկեղծությամբ ու այնպես ինչպես միայն մարդը, որ անցել էր այս ամենի միջով կարող էր անել, տանում է ապաշխարության խորհուրդը, այսինքն սա այն է, ինչ մեզ մարդկանց, ովքեր Հակարի կամուրջից այս կողմ էին մնացել այդ արհավիրքի ժամանակ, շատ պետք է ու շատ կարևոր է եւ մեր հիմնադրամի համար էլ մենք կցանկանանք, որ ամեն մեկի տանը սեղանին լինի անպայման այս գիրքը, ամեն մեկը անցնի այս գրքի առաջին էջից մինչև վերջ ճանապարհը ու անցնի այդ ապաշխարության խորհուրդը հարցնելով իսկ մենք ինչ էինք անում այդ ժամանակ այստեղ ու ինչ պետք է մենք անենք մեր հայրենակիցների համար, ովքեր անցել են այս ճանապարհով։ Եվ այդ պատճառով այս գիրքը գիտենք, որ կարևոր մի բան ենք հովանավորում, բայց ընթերցելուց հետո հասկացանք, որ մենք էլ չենք պատկերացնում, թե ինչքան կարևոր մի բանի մաս ենք դառնում։ Խոսում ենք գրքի մասին, որ սա փաստավավերագրություն է, ականածեսների աչքերով, թե ինչպես է տեղի ունեցել եւ անցել բլոկադայի այդ օրերը, ինչպես են ընդհանրապես հայրենի տունը լքել եւ եկել Երևան, հետաքրքիր է որպես պատմական փաստ, պատմավավերագրություն, սա որքանով կարող է պետք գալ ընդհանրապես միջազգային հանրության առջև կամ որևէ միջազգային իրավական դաշտերում որպես այդպիսին փաստավավերագրություն ինչքան կարող է պետք բնականաբար այդ առումով եւս բացառիկ կարևոր նյութ է, քանի որ հեղինակը պատմել է ոչ միայն իր պատմությունը, այլ նաեւ եւս 12 կանանց ու շատ ճշգրիտ ընտրելով իր հերոսներին, որովհետեւ փակում է ամբողջ կարելի է ասել սպեկտրը, թե ովքեր են եղել այդ մարդիկ, ինչքան տարբեր ճակատագրերով ու ինչքան հիացմունքի արժանի, թե ինչպես են կարողացել անցնել այդ ճանապարհի միջով այդքան տարբեր մարդիկ, բայց այդքան նույն ճակատագրով։ Ու իրականում այս գիրքը մեր բոլորի մասին է, այսինքն սա մեր պատմությունն է, որովհետև Ծովինարի պատմությունը սկսվում է ամենադաժան մասից, հա, հենց վերջից արդեն գաղթի ճանապարհից, բայց ինքը հետ է գնում մինչև հաղթանակ, այսինքն հետ է գնում մինչև շարժում, մինչև հաղթանակ, ու դա էլ շատ կարևոր է ընթերցողի համար, հենց այդ հույսը վերադարձի, որովհետև երբ հետ ես քայլում այդ ճանապարհով ու հիշում ես, թե ինչից է այս ամենը սկսել, դա այն հույսն է, որ մենք կուզենայինք, որ յուրաքանչյուրի մեջ արթնանար այս գիրքը կարդալուց հետո եւս։ Ես հասկացա, որ դուք առանձնակի կերպով առանձնացնում եք հենց այդ հույսի դրսևորումը ցանկացած գրքում, որովհետև նախորդ անգամ եւս ասացիք, որ կարմիր թելի պես այդ ամբողջ հուսադրող էներգիան գրքից սկզբից մինչև վերջ գնում է, այս անգամ եւս փաստորեն, չնայած այդ ամբողջ տեսարանների նկարագրությանը, վավերագրությանը ամեն դեպքում հույս ներկայացնում է հեղինակը, մեզ տալիս է այն հույսը։ Գուցե սա այն է, ինչ մեզ ամենաշատն է, որ պակասում է հիմա ու դրա համար անընդհատ ինքնաբերաբար հենց պտտվում եւ դրան եմ գալիս, հենց այդ հույսին եմ գալիս, բայց կուզենամ հույսից նաեւ անպայման առանձնացնել մի կարևոր բան, որովհետեւ միայն հույսով չի լինի, դա պատասխանատվությունն է այս բaragայում ու դա եւս մենք մեզ համար վերցրեցինք այս գրքից, որովհետեւ այն, որ այս ամենից հետո հեղինակը ասում է դարձի գանք, որ վերադառնանք, այսինքն հեղինակը նորից վերցնում է իր վրա պատասխանատվությունը, այսինքն ինչ ես անեմ, որ վերադառնանք, դարձի գամ։ Ու ես կուզենամ, որ յուրաքանչյուրս, որ կարդում ենք այս գիրքը, հենց այդ հայացքով նայենք, իսկ ես ինչ անեմ, որ այդ վերադարձը հնարավոր լինի, այսինքն այո, հույս եւ պատասխանատվություն։ Քնարիկ, մի փոքր պատմեք Ամրոց ազգային զարգացման հիմնադրամի մասին, ինչ գործունեություն է ծավալում, տեսնում ենք, որ մշակույթի կողքին է, հատկապես գրականության եւ հովանավորում է, ինչ ծրագրեր կան արժևում, թե մշակութային եւ թե ընդհանրապես, որոնք որ Ամրոցը այս պահին պատրաստվում է իրականացնել։ Այո, մշակույթը, գրականությունը ստեղծագործելը ու ստեղծագործելը խթանելը Ամրոց ազգային զարգացման հիմնադրամի առաջնահերթություններից է։ Մեր ծրագրերի շահառուները հիմնականում պատանիներ են, երիտասարդներ են եւ մեր ծրագրերը հիմնականում հենց իրենց համար են ու այս պահին, ինչպես անցած անգամ էլ պատմեցի, շատ ակտիվ փուլում է ծիլ երիտասարդ ստեղծագործողների համար նախատեսված ծրագիրը եւ մենք աշնանու ունենալու ենք կրկին մեծ մրցույթ եւ ամեն անգամ, երբ խոսում եմ մրցույթի մասին, անպայման հարկ եմ համարում նշել, որ մրցույթը բաց է լինելու թե արևմտահայերեն, թե արևելահայերեն, թե բոլոր բարբառների ու հայերենի բոլոր դրսևորումների համար, այսինքն մեզ համար առաջնահերթ է տալ հնարավորություն հայ պատանիներին աշխարհի բոլոր ծայրերից արտահայտվել հայերենով, պատմել իրենց մասին հայերենով, իրենց արմատների մասին հայերենով, միավորվել ու միասին ստեղծագործել ու նորից գալով հենց գրքի տրամաբանության մեջ ուզում եմ անպայման շեշտել, որ բնականաբար շատ խրախուսվում են նաև արցախյան բարբառով աշխատանքները ու մենք շատ ուրախ կլինենք, եթե արցախցի
պատանիների աշխատանքներ եւս շատ ստանանք աշնանկայանալիք ստիլ մրցույթի ընթացքում։ Իդեպ այս գրքում եւս կան արցախյան բարբառը պահպանած արտահայտություններ։ Կտորներ կան, որոնք որ միանգամից այդ հիշողության թելով տանում են մեզ Արցախ, այո, իհարկե կան, գիրքը արցախյան բարբառով չի գրված, այո, իհարկե, անպայման։ Լեզուն է շեշտադրվում գրքում։ Դե ինչ շնորհակալություն Քնարիկ, մենք դեռ իհարկե ունենք առիթ եւ հյուրեր անդրադառնալու գրքին եւ խոսելու գրքի մասին, այս պահին զրուցում էինք Ամրոց ազգային զարգացման հիմնադրամի ծրագրերի ղեկավար Քնարիկ Ջալաթյանի հետ։ Ամրոց հիմնադրամը իհարկե Նյումեկ հրատարակչության նոր գիրքն է Ծովինար Բարխուդարյանի վերջին կարմիր շրթներ թողարկել, Արցախյան օրագիր է, գլխավոր հովանավորն էր Ամրոցը, այո։ Շարունակում ենք սիրելի հեռուստադիտողներ, զրուցել Նյումեկ հրատարակչության նոր գրքի մասին, հեղինակն արցախցի լրագրող Ծովինար Բարխուդարյանն է։ Վերջին կարմիր շրթներ կը Արցախյան օրագիրը գրքի պրոդյուսերը լրագրող Արտակ Հերիքյանն է, այսօր նա տաղավարում է, բարի առավոտ։ Շնորհակալություն հյուրընկալվելու համար։ Բարի լույս, շնորհակալություն ձեզ հրավիրելու համար։ Գիտենք, որ գաղափարը գրքի ձերջն է, այս պատմությունները ժամանակին եղել են հեռուստա հաղորդաշարեր, որպես այդպեսին վերածվեց գրքի։ Խնդրում եմ մի փոքր պատմեք սրա անցման մասին դեպի գիրք։ Նախ պետք է պատմել հեռուստա նախագծի մասին, որովհետև հեռուստա նախագիծը ստեղծվեց, որպեսզի Ծովինարի ռեաբիլիտացիան գաղթից հետո հնարավորին սահուն լինի եւ հայրենազրկումից հետո երևի չեք կարող պատկերացնել մարդու հոգեվիճակը, երբ դատարկություն է, ոչինչ չես ուզում անել, իսկ Ծովինարը 5-րդ ալիքի մշտական թղթակիցներ Արցախում ամենաակտիվը, միշտ առաջնագծից ամենահրատապ ռեպորտաժներն էր ուղարկում պատերազմի ժամանակ, ես 5-րդ ալիքի լուրերի տնօրենն եմ, էի եւ է, եւ երբ վերադարձավ բնական է, որ իր աշխատանքային միջավայրը պետք է լիներ 5-րդ ալիքը, բայց բնական է նաեւ, որ նա աշխատելու որևէ բան անելու ցանկություն չուներ։ Եվ նրան շահագրգռելու միակ միջոցը այն էր, որ նա չէր կարող գալ եւ օրվա լրահոսին հետեւել, մտնել ռիթմի մեջ եւ մտածեցի մի բան, որ կօգնի նրան վերսկսել ապրել նախ եւ վերսկսել աշխատել եւ առաջարկեցի ականատեսը հեռուստանախագիծը, որտեղ նա ամեն շաբաթ պատմում էր իր պատմությունը գաղթից մինչեւ ուժեղ Արցախ, մինչեւ Արցախյան շարժում, երբ ինքը դեռ երիտասարդ աղջիկ էր, երբ այդ նախագիծը ավարտեցինք, որոշեցինք, որ այն պետք էր նաև անպայման գիրք դառնա։ Ու այս գիրքը մեկ անգամ արդեն ասել եմ, նախ եւ առաջ ինձ համար ողբերգական, ազգային ողբերգության ծանր շրջանում երկու ընկերների, երկու բարեկամների միասին ցավը հաղթահարելու պատմություն է։ Այս գրքում, եթե չեք կարդացել կամ կարդացել եք, շատ անկեղծ շարադրանք է այն ամենի, ինչ տեսել, զգացել է Ծովինարը, փոքրիկ Ծովինարը, մինչև հեռուստալրագրող Ծովինարը, արցախցի կինը եւ որպես փաստագրական արժեք ապագայում կարծում եմ դեռ գնահատելու հնարավորություն կունենան ապագայի պատմաբանները, ապագայի հետազոտողները։ Եթե իմ հաջորդ հարցը հետեւյալն էր լինելու, սա վավերագրություն է, միանշանակ պատմավավերագրական փաստ, որպես այդպիսին մենք իհարկե նախորդ հյուրի հետ Քնարիկի հետ մի փոքր զրուցեցինք այս մասին, թե ինչքանով կարող է սա ակտուալ լինել Արցախցու օրակարգի մասին միջազգային հանրություններում եւ այդ իրավական դաշտերում, որպես այդպիսի պատմող փաստավավերագրություն։ Անշուշտ սա սկզբնաղբյուրի արժեք ունի եւ հուսանք, որ հետագայում գիրքը կթարգմանվի նաեւ տարբեր լեզուներով եւ եթե ապագայում միշտ ասում եմ, եթե մեկ կամ երկու հղում արվի այս գրքին, արդեն նշանակում է, որ այս գիրքը պետք է լիներ։ Բայց այս գիրքը ինձ համար ինչ որ առումով նաեւ հայի սահմանումն է։ Դուք գիտեք, որ մեր մեծերը միշտ հայի ինչ որ սահմանում են փորձել տալ։ Այս գրքում, այս գրքի տողատակերում մենք տեսնում ենք հային, ամենաբարձր հայից մինչև ամենաստոր հային։ Եվ վերջնարդյունքում մենք ինչ որ իմաստով ունենում ենք ազգային ախտորոշում,
թե ինչպես են կարողանում հերոսանալ եւ ինչպես են կարողանում դավաճանել, ինչպես են կարողանում մատնել, այդ ամենը կա այս գրքում եւ այս առումով ինքը նաեւ ինքնաճանաչողական, ազգային ինքնաճանաչողության իմաստով կարծում եմ շատ արժեքավոր նյութ է։ Իհարկե այս նյութում Ծովինարը ամեն ինչ չի որ պատմում է, որովհետեւ եթե դուք դիտեք հականատեսի մի քանի թողարկում, այնտեղ Ծովինարը տեղ-տեղ շատ երկար լռություն է պահպանում, շատ խորը շունչ է քաշում եւ դա կարող եմ ձեզ վստահեցնել, որ հեղինակ վարողի հերոստատեսային տրյուկը չի, դա այդ լռության մեջ, այդ հոգոցի մեջ չպատմված պատմություններ են, որոնք հետագայում, եթե համարձակություն ունենա Ծովինարը պատմելու այդ ինքնաճանաչողության առումով, ազգային ինքնաճանաչողության առումով ավելի արժեքավոր կլինի եւ ես հույս ունեմ, որ սա գրքի վերջին կարմիր շրթներ կգրքի միայն առաջին հատորն է, որովհետեւ պատմությունը դեռ շարունակվում է, չպատմված պատմություններ դեռ կան եւ հույս ունեմ, որ գրքի վերջին պատմությունը լինելու է վերադարձի պատմություն։ Եվ այդպես էլ թող կոչվի վերադարձ։ Վերադարձ։ Նաև գեղարվեստական գրականություն որպես ինչով կառանձնացնեք գիրքը, որտեղ ոչ միայն պատմական իրավական վավերագրությունն է, այլ նաև գեղարվեստական նյութ ընթերցանության համար պահպանված են արդյոք երանգավորումները։ Տեսեք, ես բնական է, որ առաջին ընթերցողն եմ եղել, նաև որպես խմբագիր, որպես պրոդյուսեր այդ հեռուստանախագծի, հետո նաև գրքի, լրագրողական պարզ, կենթանի, վառ լեզվով է գիրքը, եւ ամենակարևորը, ինչը ես ուզում եմ հատուկ շեշտադրել, անկեղծությունը, այսինքն այնտեղ բարերի տակ ինչ որ բան չի թաքցվում։ Լրագրողական լեզու է, իսկ լրագրողական լեզվի պարզությունը պետք է ձեզ հայտնի լինի մեր համաշխարհային գրականության մեջ էլ ամենահեշտ, ամենալավ, ամենաթեթև ընթերցվող գրողները միշտ սկսել են լրագրությունից։ Ես համոզմունք ունեմ միշտ, որ այն գրողները, որոնք սկսել են լրագրությունից, միշտ ավելի պարզ լեզվով են գրել, եւ նրանց վեպերը, նրանց պատմվածքները շատ ավելի թեթև, ընկալելի են, հեշտ կարդացվող, պարզ ու խորը, քան բուն, այսպես գրական սկիզբ ու գրական շարունակություն ունեցող հեղինակներին է։ Չեմ թերագնահատում մյուսներին, պարզապես լրագրողական լեզվի թեթևությունը, պարզությունն ու անմիջականությունն եմ ուզում շեշտել եւ որոշակիությունը ամենակարևորը։ Այսինքն երկար, ծանր նախադասությունների հետևում չասված ճշմարտություններ չկան։ Ասվում է այն ինչ կա եւ գրված է վառ կենթանի լեզվով, շատ պատկերավոր, որովհետեւ Ծովինարը ես գրքի նախաբանում գրել եմ, որ պատմելու համար պետք է ունենալ լավ, հիշելու համար պետք է ունենալ լավ հիշողություն, ինչ չմոռանալու համար նաև սիրտ պետք է ունենալ, այստեղ սրտով պատմված եւ լավ հիշողությամբ պատմված պատմություններ են։ Այդ տեսեք, օրինակ մենք լեզվի մասին խոսում ենք, նաև հասկացանք, որ գրքում պահպանված է բարբառային որոշ դիալոգներ, հատվածներ, շատ կարևոր է, մենք խոսում ենք թարգմանության մասին գրքի, բայց լավ կլիներ, որ դա առաջնային խնդրով դրված լիներ օրակարգում եւ առհասարակ թարգմանվեր, որովհետեւ մենք ունենք հիմա պատմական փաստեր, վկայություններ, վավերագրություն եւ կարծում եմ շատ ճիշտ գործիք է, շատ ճիշտ ժամանակն է այն աշխարհին ցուցադրելու եւ հասանելի դարձնելու համար։ Ես կարծում եմ, որ նյումեկ հրատարակչության մեր ընկերները, որոնք շատ հետևողական են իրենց բռնած գործի մեջ, որովհետև ես որպես թարգմանիչ նաև 1-2 համագործակցություն եմ ունեցել Նյումեկ հրատարակչության հետ, թարգմանելով Ազնավուրի վերջին ինքնակենսագրականը, որից հետո Նյումեկ հրատարակչությունը այդ ամբողջ ժառանգությունը հայերենացրեց Ազնավուրի, նաև Մակրոնի հեղափոխությունը եւ կարծում եմ, որ Նյումեկ հրատարակչությունը, որը իդեպ այս գրքի շնորհանդեսը շատ հրաշալի էր կազմակերպել, իրոք գրանդ
գրանդիոզ շնորհանդես էր կազմակերպել, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել, այնուամենայնիվ իր օրակարգում կդնի նաև գրքի թարգմանության հարցը, օտար լսարանին հասանելի դարձնելու նպատակ կունենա։ Որովհետև կարևոր է վավերագրությունները միանշանակ տեղ հասցնել, որովհետև մենք խոսում ենք, բարձրացնում ենք մեր ձայնը, ճիչը, աղաղակը, եւ դա աղաղակը թող մեր երկրի սահմաններից դուրս է։ Գիտեք, Ծովինարի գիրքը առաջինն է որպես արցախյան վկայություն, բայց վստահ եմ, որ վերջինը չի լինելու, որովհետև մարդիկ կամաց ուշքի գալուց հետո արդեն ուզում են պատմել իրենց տեսածը։ Եվ սա նաև օրինակ է, որ մյուսները շահագրգռվեն, որովհետև միշտ գիտեք, երբ որ ականատեսների հետ խոսում ես որպես լրագրող, նրանք ասում են, բայց դա ինչ է փոխելու մեր կյանքում, ոչինչ չի փոխելու, ինչու խոսեմ, ինչի պատմեմ, ինչու այդ ցավը նորից վերապրեմ, անընդհատ վերապրեմ։ Եվ այդ պատմությունները լռում քնում են իրենց մեջ, այսպես շոկի առաջին շրջանում, բայց հետո երբ որոշ ժամանակ անցնում է, նրանք զրուցակիցներ են փնտրում պատմելու իրենց պատմությունը, եւ ես վստահ եմ, որ Նյումեգը եթե ոչ 150,000 արցախցու վկայություն, ապա 150-ը անպայման առաջիկայում կունենա։ Շնորհակալ ենք ձեզ նախ անդրադարձի համար, որպես այդպեսին, երկրորդ հրաշալի կերպով ներկայացնելու։ Ես ուզում եմ մեր հեռուստադիտողներին ասել, որ կարող են գտնել Նյումեգ հրատարակչության կողմից իրականացած այս հրաշալի փաստավավերագրական աշխատությունը, աշխատանքը, որը կոչվում է Վերջին կարմիր շրթներկը, Ծովինար Բարխուդարյանի հեղինակությամբ։ Շնորհակալություն, պարոն Հերիկյան։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն աջակից լինելու համար։ Շնորհակալ եմ։ Բայց դեռ շարունակվում է գրքի շնորհանդեսը, սիրելի հեռուստադիտողներ, եւ մենք շարունակում ենք խոսել Նյումեգ հրատարակչության նոր գրքի մասին։ Հրատարակվել է արցախցի լրագրող Ծովինար Բարխուդարյանի Վերջին կարմիր շրթներկը Արցախյան օրագիրը։ Գրքում ներկայացված են հեղինակի եւ 12 արցախցի կանանց հուզիչ, սարսափելի ու ցավոտ պատմությունները։ Ծովինարը հիմա մեր տաղավարում է, բարի առավոտ, բարի լույս, շնորհակալություն հյուրընկալվելու համար։ Ծովինար, ունեցանք հյուրեր, ովքեր խոսեցին գրքի մասին, մենք քննարկումներ ունեցանք, բայց ոչ ոքի այս հարցը չենք տվել։ Ինչու կարմիր շրթներկ։ Վերջին կարմիր շրթներկ, ով է կարմիր շրթներկով աղջնակը։ Դուք, ինձ թվում է, սա ականատեսի վավերագրություն է միանշանակ եւ նաեւ ձեր կարմիր շրթներկը այս պահին փաստում է դրա մասին։ Իրականում կարմիր շրթներկը վերնագիրներ է ստեղծվել, այսպես քիչ առաջ Արտակը խոսեց Հերիկյան, իմ եւ Արտակի պատերազմի ժամանակ նամակագրությունից, երբ ես մտա եթեր սեպտեմբերի 27-ին 2020 թվականի, դե այսպես բացեցի իմ դիմահար Թարմանետ տոպրակ ու տեսա, որ ընդամենը մի շրթներկ է մեջը, կարմիր շրթներկներ, որը ես միշտ շատ սիրում էի, ուրիշ գույն չունեի ես պարզապես, ստիպված էի քսել ու մտնել եթեր, կարմիր շրթներկով շատ դաժան լուրեր կարդալ ու անընդհատ այդ ընթացքում դե էլ խանութ չկար բաց բան, որ փոխի գույնը ու անընդհատ այդ կարմիր շրթներկն էի քսում ու արցախցիները այնտեղ միշտ գրում էին ինձ, ասում են, որ կարմիր շրթներկով ես լուրերը ասում, կարծես մի քիչ ոգևորվում ենք մենք, որ ամեն ինչ լավ կլինի ու պատերազմի վերջին օրերն էին, Արտակը ինձ չէր հարցնում ոնց ես կամ այս ռեպորտաժը պետք է, ուղղակի գրում էր Ծովինար, այսպես երկար գրում էր Ծովինար ու ես պատմում եմ իրեն ինչ է կատարվում, հետո ինչպիսի վիճակում եմ ես ու վերջին օրերին արդեն գրեցի Արտակ, կարմիր շրթներկս վերջանում է, այդ նշանակում է, որ իմ հույսը վերջանում է, այսպես կարմիր շրթներկը դարձավ հույսի խորհրդանիշ,
բավական երկար ժամանակ ես չէի քսում այդ շրթներկը, բայց երբ եկա այստեղ անընդհատ ինձ կարմիր շրթներկ են նվիրում, որ ես չդադարեմ հուսալ, ու ես նորից սկսեցի քսել կարմիր շրթներկը։ Եվ շարունակեք օգտագործել դա որպես խորհուրդ հույսի ու սպասումի եւ վերադարձի, որը միանշանակ անդրադարձել եք։ Ինչքան կարմիր շրթներկերով եք դուք վերադառնալու Արցախ, որ վերադառնալու հենց հիմա շատ ունեմ։ Պատկերացնեմ։ Արցախում հենց եկեք խոստանանք, որ հենց վերադառնում ենք Ստեփանակերտ, բացում ենք կարմիր, միայն կարմիր շրթներկերի։ Շատ լավ։ Ծովինար, դուք այո, ականատեսն եք մարդ, որը որ տեսել է սարսափելի պատմություններ, դեպքեր, վիճակներ, որոնց մասին խոսել է միանշանակ, հասկանալիորեն եւ հոգեբանորեն, շատ նորմալ է, որ չես կարողանում խոսել, պատմել դրա մասին, որովհետև Արտակը Հերիկյան շատ կարևոր գիծ առանձնացրեց եւ անդրադարձավ դրան, որ պատմվելը շատ կարևոր է, որովհետև մենք գործ ունենք հետագայում խոսելու դրա մասին, ոչ միայն մեր երկրում, դրա սահմաններից դուրս նաեւ։ Հետաքրքիր է ինչպես կարողացաք ուժ գտնել դուք դրա մասին խոսել եւ երկրորդ դառնալ մոտիվացիան եւ ուժը այն ականատեսների, ովքեր որ սկսեցին պատմել իրենց պատմությունները։ Իրականում էլի այստեղ արտակի մատն է խառը, երբ ինքը ինձ կանչեց գործի, ես այնպեսի հոգեվիճակում էի, չնայած մինչև հիմա էլ դա կա մեր մեջ, անդադ մեղքի զգացում ունենք, ինչ կարող է անել ես, որ չարեցի, որ սա չլինի։ Ես կարծում եմ իմ բոլոր հայրենակիցներն էլ այդ հարցը ամեն օր առավոտ երեկո տալիս են իրենք։ Այդ հարցը մեզ շատ է տանջում, ինչ կարող էինք անել, որ չարեցինք, ու ես նույնը իմ մտքերով կիսվում է Արտակի հետ, ինքը ասաց դու հիմա էլ կարող ես մի բան անել Արցախի համար, դու կարող ես կիսվել քո հիշողություններով, դու կարող ես այդ պատմությունը թողնել սերունդներին ու դու կարող ես վերադառնալ այդ պատմության միջոցով Արցախ, դու կարող ես հիշել ու վերադառնալ այն Արցախը, որ դու ուզում ես, որին դու կարոտում ես։ Հենց այդ վերադարձի գաղափարը, այդ գաղափարից ես կարճեցի, այսպես պինդ ու ստացվեց ականատեսը նախագիծը, ինչը շատ լավ ընդունվեց էլի արցախցիների կողմից։ Գիտեք, մենք ժամանակ չունեինք անգամ լացելու այդ վիշտը վերապրելու, մենք ժամանակ չունեինք հրաժեշտ տալու, մենք ժամանակ չունեինք հավաքվել, ոչ մի բանի մենք ժամանակ չունեցանք, ու նույնիսկ սքալը կիսատ էր թողնված, ու նաև այդ հեռուստանախագծի միջոցով իրանք կարողացան քիչ թե շատ հիշել ու մի քիչ ազատվել այդ ցավից, մի քիչ ազատվել այդ ցավից, տեղ բացելով հույսի, հավատի համար, համբերության համար։ Սա իսկապես վավերագրությունն է, որը պատմելու է իրոք, եւ մենք խոսում ենք նաեւ Արտակի հետ թարգմանությունների մասին, որը որ արդեն օտարալեզու մարդկանց կպատմի այս ամենի մասին, որը եւ գեղարվեստական եւ վավերագրական գիծ ունի եւ դրսեւորում ունի։ Կազմելուց անձամբ գիտակցում եք, որ շատ մեծ արժեք է Իրանից ներկայացնելու եւ պատմական եւ քաղաքական տեսանկյունից։ Գրքի հետագա ճակատագիրը ինչպես եք պատկերացնում։ Սա արդեն որպես գրականություն գիրք, չգիտեմ, ճիշտն ասած, անկեղծ լինեմ, այդքան հեռուն չենք, ես չեմ նայում, ինչպես կստացվի, մեկ տարի առաջ ես չէի պատկերացնում, որ ականատեսը կդառնա այսպես գրգույկ։ Այո, գրքի տեսքով։ Տիկին Վարխոդարյան, ինչ արձագանքներ եք։ Ծովինար։ Ինչ արձագանքներ եք ստացել հենց արցախցիների ընթերցանությունից, հետո կարդացել են գիրքը եւ ես ավելի շատ իրենց համար եմ ուրախանում, որ այսպես ուզում են ունենալ այդ գրքից, որովհետեւ գիտեք, սա միայն իմ հիշողությունը չի, յուրաքանչյուրն էլ որ Ստեփանակերտցիներից, Հադրութեցիներից, Ասկերանցիներից, արցախցիներից ով կարդա այս գիրքը, ինքը կարծես ինքն է պատմում դա, որովհետեւ այդ նույն կա չէ այսպեսի հասկացություն, հավաքական հիշողություն, որովհետև այդ ամեն ինչի միջով մենք միասին ենք անցել, իրենք էլ են հիշում այդ ցույցերը, իրենք էլ են հիշում այդ պատերազմները, իրենք էլ են անցել բլոկադայի միջով, բռնագաղթի, այս պատմությունը մեր բոլորի պատմությունն է։ Հեշտ էր համոզելը ուղղակի ես մի քիչ համարձակություն ունեցա, առաջինը ես գրեցի, վստահ եմ, որ շատ շատերը կգրեն, շատ շատերը կհավաքեն եւ շատ ուրախ կլինեմ, որ սա հիմք լինի շատ ավելի պրոֆեսիոնալ տեսակետից գեղարվեստական գրականության համար, փաստագրության համար
Մեզ մոտ էկրանավորում է որպես այդպեսին շատ ակտուալ է, ես վստահ եմ, որ թող լինի։ Հաստատավարական իհարկե ֆիլմեր նաև նկարահանվում։ Եթե դա կօգնի, որ իմ ժողովրդի պատմության, իմ երկրի պատմության մասին ավելի շատ մարդիկ իմանան եւ իմանալով այդ իմացությունը գործողության վերածվի, արդյունավետ գործողության վերածվի, թող լինի։ Երբ խոսում ենք այս պատմությունների մասին եւ ականատեսներին որևէ հարցեր ենք տալիս, այդ պատմությունից հետո գրեթե լռություն է լինում եւ ասել որևէ բառ կամ հավելում այս դեպքում չես կարողանում անել, բայց բովանդակության մասին, եթե անդրադառնանք գրքի բովանդակությանը, ինչպես եք կարողացել այս մարդկանց պատմությունները թե լսել եւ թե վավերագրել, բայց անպայման հիմքում դնել հավատը, դրա չկորցնելը, հույսը եւ անպայման վերադարձի մասին Իրականում ես բոլորին ճանաչում էի։ Եթե շատ մարդկանց անձնապես չէի ճանաչում, իրենք էին ինձ ճանաչում, ես իրենց ծովինարն եմ։ Այո։ Եվ երբեք չէին մերժում ինձ, երբ զանգում էի, խնդրում էի, որ կիսվեն ինձ հետ, չեմ լսել, որ մերժեն ինձ։ Շատ ծանր է այդ ճանապարհով անցած մարդկանց հետ զրուցելը։ Այո, վերաբերվելը բայց խոսել մի մարդու հետ, որը տեղյակ է թե ինչի մասին է խոսում, ու անցել էինք այդ մենք կարծես զրուցում էինք, ուղղակի հիշում էինք այդ ինտերվյուների ժամանակ այդ պատմությունները, ու մի տեսակ, որ ես էի, իրենց համար հեշտ էր Ղարաբաղի բարբարով ասացի։ Իրեն Ղարաբաղի բարբարի անդրադարձակ մենք եւս զրուցում էինք, որ գրքում տեղ են գտել տարբեր արտահայտություններ, բառային։ Հա, այդ ուղղակի թարգմանել հնարավոր չէր։ Թարգմանել հնարավոր չէր։ Նաև կոլորիտներ։ Կոլորիտ, որովհետև խոսում ենք գեղարվեստականությունից, այս դեպքում ոչ միայն սա լրիվ վավերագրությունը, դոկումենտալ վիճակներ, գեղարվեստական լեզուն անկեղծությունն է, ինչպես հասկացանք։ Իսկ բարբարում ինձ շատ օգնել է մեր լավ բարբարագետ Լուսինեն Մարգարյան, ինքը բարբարն էլ պետք է շատ գրագետ մատուցել կարողանալ ու ինքը ինձ շատ օգնել է, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում ես Լուսինեին։ Մենք միանում ենք բոլոր շնորհակալությունների շարքին, որ վերջապես գիրքը լույս է տեսել, կա պատմություն, իդեպ Արտակը նաև Հերիկյան ասաց, որ սա առաջինն է, որը որ պատմում է այս ամենի մասին արդեն գրականության տեսքով, իհարկե չմոռանալով հաղորդաշարերի մասին բնականաբար, բայց գիրք էջեր, որոնք որ պատմում են այս օրերի մասին, այդ բլոկադայի, այդ սարսափելի պատմությունների, եւ թող սա այո լինի մոտիվ ուժ չկորցնելու հավատը եւ անպայման վերադառնալու։ Ես ձեզ մաղթում եմ միայն ուժ, կորով եւ եռանդ։ Շնորհակալություն ձեզ, միասին հետագա ճանապարհ անցնելու։ Ես էլ ուզում եմ արդից օգտվելով շնորհակալություն հայտնել Ամրոց հիմնադրամին, որ կարևորում է նման գրքերի նշանակությունը շատ մեծ տեղ է տալիս, նաև արցախցի գրողներին է ուշադրություն դարձնում, բացի վերջին Կարմիր շրթներկից Հերմինեի գիրքն է լույս ընծայվել, եւ ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Նյումեգի իմ ընկերներին, ես արդեն այսպես եմ իրենց ասում, որ հենց մենք առաջարկեցինք դա անել, իրենք միանգամից վստահեցին ու միանգամից հանձն առան ու արեցին, ինչի համար շատ շնորհակալ եմ եւ իմ բոլոր ընկերներին, որ ինձ հետ էին, իմ newsroom-ի ընկերներին։ Ինչն է այս օրերին ձեզ մոտիվացնում շարունակելու աշխատել, ոչ միայն լրագրության մեջ, որտեղ որ դուք հրաշալի եք, դա ձեր մասնագիտությունն է, այլ նաև այստեղ գրականությունում, որտեղ որ օրինակ մտքերը հանձնվում են թղթին եւ մի օր դառնում է գիրք որպես այդպեսին։ Ես չեմ կարծում, որ ես կշարունակեմ դա անել, չնայած արտակոծած երկրորդ հատորի մասին, որ վերադառնանք կմտածեմ։ Բայց իմ գործում եթեր, որ ես նորից սկսել եմ եթեր մտնել, ինձ շատ մոտիվացնում է, էլի եմ մարդը, որ քիչ առաջ ստեղ նստած էր։ Այո, մենք խոսում էինք, նա պատմեց։ Այո, ինքը մեծ նշանակություն եւ տեղ ունի ոչ միայն արդեն իմ կյանքում, այլ նաեւ շատ արցախցի իմ գործընկերների կյանքում, որոնց նա բերել է 5-րդ ալիք եւ այսպես մոտիվացնում է, որ չմոռանանք մեր աշխատանքը ու չմոռանանք
որ վերադառնանք։ Այո, չենք մոռանում վերադառնալու մասին միանշանակ։ Շնորհակալություն նախ ձեր այս էներգիայի համար, որ ներդրվել է այս ամենի մեջ եւ այո, մեզ ոչինչ չկա ասելու, միայն ու միայն լավ շարունակություն եւ միանշանակ վերադարձ։ Շնորհակալություն ձեզ, հաճելի օր եւ հաճելի ամփորձանք եթեր։ Այո, շնորհակալություն։ Մենք զրուցում էինք լրագրող Ծովինար Բարխուդարյանի հետ։ Նա վերջին կարմիր շրթներ Արցախյան օրագիր գրքի հեղինակն է։ Գիրքը հրատարակվել է Նյումեգը, հրատարակել է Նյումեգը, գլխավոր հովանավորն է Ամրոց ազգային զարգացման հիմնադրամը, իսկ գրքի շնորհանդեսի ժամանակ Բարելույսի աշխատակիցներից մեկի գիրքը Ծովինարը մակագրել էր Նաիրային Արցախում հանդիպելու հույսով։ Հրաշալի մակագրություն։ Մենք շատ ենք ուզում, որ բոլորս միասին հանդիպենք Արցախում, մեր հայրենիքում, ուր թողեցինք մեր ինքնության մի մասը։ Վերադարձ Արցախ հաստատ լինելու է, վերջին կարմիր շրթներ գիրքը վաճառվում է գրախանութներում, սիրելի հեռուստադիտողներ, գիրքը նաև կարող եք պատվիրել newmeg.am կայքում։ Եվ կարդալով, ընթերցելով, իհարկե նաև վերադառնալ մտովի Արցախ։ Թող այս գիրքը դառնա այն վավերագրությունը, որը ոչ մի դեպքում չի թողնի մոռացության տալ իրական ու ճշմարիտ պատմությունը Արցախի եւ արցախահայության մասին։ Հետաքրքիր գրքի հեռուստաշնորհանդեսից հետո շարունակում ենք մեր հագեցած եթերը։ Հաջորդիվ զրուցելու ենք իմ սիրուն դեմքի խնամքի մասին։ Կարճաթև դադարից հետո կվերադառնանք մեր ընթացքին։ Մնացեք մեզ հետ։ Գրիչներն ու կանոնները պատմում էին նրա մասին, որ մենք կհայտնվենք ձեր էկրաններին շատ շուտով եւ հատկապես եռանկյունաձև կանոնը։ Բարի լույս։ Շատ իմ մասին է։ Այո։ Եվ մենք հաճելի նորությամբ ենք իհարկե հայտնվել այդ կանոնից եւ գրիչից հետո։ Ձեզ ներկայացնենք, որ 2025-ը Տոնյանց Family Company-ի համար հոբելյանական տարի է, քանի որ բոլորիս կողմից արդեն սիրված Զալատոյից ես տապրանքանիշը 20 տարեկան է եւ համաձայն իր մենք կօգնենք որակով կարգախոսին, արդեն 20 տարի է, ինչ որակը բարձր պահելով մեզ հնարավորություն է տալիս խոհանոցում անկաշկանդ ստեղծագործել ու յուրաքանչյուր ուտեստ դարձնել ել ավելի համեղ ու յուրահատուկ։ Դες Աթենիկն էլ ամեն առավոտ պատրաստելով այս յուրահատուկ համեմունքներով մեր ուտեստներին տալիս է անկրկնելի համային երանգներ։ Ընդգծենք ու առանձնակի կարևորությամբ նշենք, որ ընկերությունը արտադրությունն ու փաթեթավորումն իրականացնում է Հայաստանում։ Իդեպ, բացի համեմունքներից առաջարկվում է նաև կրուպեղենի մեծ տեսականի Մասիս ապրանքանիշով։ Դե իսկ հիմա սիրով տեղափոխվենք խոհանոց, տեսնենք թե ինչ է կատարվում Սաթենիկի եւ Էլիզայի մոտ, որոնց ես բռնացրել եմ։ Ինչի վրա։ Որոնք համտեսում էին, գիտես։ Ինչ չբռնացրիր։ Ինչ լավ է։ Ոնց թե դու Չասեք Սաթենիկ եւ Էլիզա։ Տեսնում եք, չէ, դավաճաններով եմ ես։ Բարի առավոտ, ինչպես է։ Իրականում այն ինչ որ կատարվում է այստեղ տաղավարում, միշտ ես խաբար բզիկն եմ լինում, արի ուտես թարմ խաբար բզիկ հայտնվեց մեզ որ տաղավարում։ Այ, իսկապես մենք փորձում էինք հավեն պահներ, որ տեսնում ենք աղը պղպեղը ճիշտ են կարել թե ոչ, մեզ բռնացրեց նա։ Սած Համի մասին պատմի։ Շատ համեղ։ Միանշանակ շատ համեղ, դուք դեռ կասկածում եք այդտեղ մեզ մոտ ինչպիսի համեր են։ Արդեն բույն էլ կարծում տարածված է, այո։ Քանի որ ես էի փորձել, ասեմ, որ ամեն ինչ շատ տեղն է ու շատ համեմված ընտիր։ Ճիշտ ասեց։ Ինչու է տաղավարով մեկ բույրը տարածվել, որովհետև մենք ունենք հավի կրծքամիս, արդեն համեմված ձիթայուղի եւ աղի պղպեղի մեջ, թույլ տուր ես հանեմ։ Այո։ Փայլյաթիթեղի մեջ է, մենք միասին բաց կանենք, այդ բույրը էլ ավելի կտարածենք։ Մի քիչ յուղաթուղթը մքացել է, ներեցեք, ինչ կատարվում է այստեղ, մենք անմիջապես ձեր աչքի առաջ ենք անում, ոչ մի գախնի բան, ձևական բան չկա այստեղ։ Մի քիչ թող սարչի նոր բացանենք, ասենք այստեղ ինչ ենք արել հեռուստադիտողներին, մենք արդեն պատրաստել ենք թանձրուկը, մենք արդեն պատրաստել ենք թանձրուկը, ձիթայուղ, կիտրոն եւ բալզամիկ քացախ ենք այստեղ օգտագործել, խառնելու ենք եւ վերջում ավելացնելու ենք պահքային տարբերակի վրա, մի փոքր կավելացնենք նաեւ ոչ պահքային տարբերակի վրա։ Այստեղ մանրեցրել ենք մենք ընկույզը, կտրատել ենք սամիթը, արդեն պատրաստել ենք նուրը եւ եւս մեկ անգամ ասեմ, որ այսօրվա մեր աղցանը տարբերվում է իր կալորիապես բավականին ցածր լինելով եւ հագեցվածությունը ապահովելով եւ մենք երկու տարբերակ նույն բաղադրիչներով մի փոքր փոփոխելով պատրաստել ենք ու ձեզ ներկայացնում ենք։ Սաթենիկը լավ ասեց, եթե դուք տանը այնպես եք, որ մեկը պահք է պահում, մյուսը ոչ, հիանալի տարբերակ է, գրեթե նույն բաղադրիչներով մի փոքր փոփոխելով եւ պահքային եւ ոչ պահքային, բայց
երկուսն էլ սպիտակուցներով հարուստ, բջջանյութով հարուստ, հակաօքսիդանտ, այստեղ շատ գույներ եք տեսնում եւ միշտ պետք է գույնը պահպանել, բացի տրամադրությունը ապահովենք, նաեւ իր օգտակարությունն է շատ մեծ, մենք պետք է բավականին այսպես առաջնահերթություն տանք գունավոր բանջարեղենին, որովհետեւ հատկապես մանուշակագույն գույն պարունակող բանջարեղենները շատ հակաօքսիդանտ են։ Այ Էլիզա, կշարունակեք իհարկե ներկայացնել օգտակար հատկությունները այսօրվա մեր աղցանների։ Իդեպ մենք ունենք գործընկեր Աթենքը, որը ներկայացնում է մստամթերքի լայն տեսականի, իսկ սարդելկաները այս պահին հեռուստադիտողների հեռուստաէկրաններին են, ես էլ սիրով ներկայացնում եմ մեր գործընկերոջ առաջարկած սարդելկաները։ Աթենք մսամթերքը կարևորելով բացառապես բարձր որակն ու շարունակելով լավագույն ավանդույթներն առաջարկում է սարդելկաներ, որոնք սերունդներին հիշեցնում են մանկության անմոռանալի համերը։ Աթենք մսամթերքը հոգացել է ձեր մասին եւ կարևորելով ժամանակն ու միաժամանակ համեղուտել է, հիշեք, որ սարդելկան արդեն պատրաստել է եւ ուտելուց առաջ անհրաժեշտ է պարզապես տաքացնել։ Իդեպ գիտեիք, որ Խորհրդային Միությունում սարդելկան լայն տարածում ուներ հենց պարզ արագ պատրաստվելու հատկության շնորհիվ։ Ես ներկայացնում էի մեր գործընկերոջ սարդելկաները Աթենքի, իսկ Էլիզան արդեն բաց է անում անուշ բույրով հավի կրծքամիսը։ Էլիզա, բավականին ստացվել է այն, ինչ պետք է լիներ։ Ես այստեղ վերեմ, ուզում եք ցույց տաք, խնդրեմ, մեր օպերատորին բացանենք ֆայլաթիթեղը, որ ավելի պարզ լինի։ Այսպես կտրատելու ենք ու դնենք։ Ես ինչ տամ, երևի նման գթալ տամ, որպեսզի ավելի հեշտությամբ կարողանանք տեղափոխել։ Այո։ Տեսնում եք։ Անմիջապես հասկանում եմ, ինչ անհրաժեշտ։ Այ Էլիզա, ինձ հետաքրքիր է։ Կան մարդիկ, ովքեր օրինակ չեն հասցնում շաբաթվա մեջ ճիշտ բալանսավորված սնունդ օգտագործել, ինչ խորհուրդ կտակ, գոնե շաբաթական մեկ անգամ ինչ կարելի է օգտագործել իրենց սննդակարգում, ինչ կարող են ուտել, որ գոնե այդ բալանսը, որը բաց թողում են անում շաբաթվա ընթացքում, հա։ Կարևոր ուշադրություն պետք է դարձվի միշտ սպիտակուցներին, եթե քո ասածի պես բալանսը չեն կարողանում պահեն, գոնե ուշադրություն պետք է դարձնենք, որ սպիտակուցը լինի բավարար քանակությամբ, որովհետև մենք գիտենք, որ մեր օրգանիզմի համար սպիտակուցը շատ կարևոր է։ Ահա, հիմա ես դանակի օգնությամբ փորձեմ բարձրացնել։ Դուք ինչ կտեղափոխեք կապսեի մեջ, ես կներկայացնեմ մեր մյուս գործընկերոջը Goods AM-ին։ Ձեր էկրաններին է, ես էլ սիրով, ժպիտով ցանկանում եմ ներկայացնել արդեն իսկ հարազատ դարձած մեր գործընկերոջը Goods AM-ին, որը բացի այն, որ IKEA բրենդի ամենամեծ ներկրողն է, նաև կենցաղային տեխնիկայի եւ տնտեսական ապրանքների ամենամատչելի վաճառողն է Հայաստանում։ Ինչպես գնալ խանութ եւ բոլոր գնումները ծանր տեղափոխել տուն, եթե կարող եք բազմոցին նստած, հանգիստ, առանց շտապելու, ընտրել օրինակ ձեզ հարմար մազերի շամպունյը կամ լվացքի փոշին, ընդ որում ավելի մատչելի քան ցանկացած սուպերմարկետում եւ ստանալ արդեն իսկ ձեր տանը։ Հա, չմոռանամ նշել, որ այդ հնարավորությունը Goods AM-ը ոչ միայն ընձեռնել է Երևանի բնակիչներին, այլ ամբողջ Հայաստանում բնակվող մեր հայրենակիցներին։ Goods.am քո on-line հիպերմարկետը Հայաստանում։ Սաթենիկ մնաց հավաքենք աղցանը։ Ահա, ավելացնենք նուրը պահքային աղցանին, այո։ Ավելացնելու ենք, առաջինը պատրաստում ենք պահքային տարբերակը, ավելացնում ենք ընկույզը, այո, որը առողջ ճարպերի լավագույն աղբյուրն է եւ սամիթը։ Տեսեք ինքը ինչ գունագեղ, գեղեցիկ, օգտակար, հարուստ վիտամիններով եւ հակաօքսիդանտներով։ Այստեղ ավելացնում ենք արդեն մեր պատրաստած թանձրուկը, որը նախապես նշեցի, ձիթայուղ, կիտրոն եւ բալզամիկ քացախ։ Եվ իհարկե համը լավ լինելու համար, այսպես մենք արտաքին տեսքի համար այսպես պահում ենք, բայց պետք է լավ խառնել, այո, խառնելու ենք նոր արդեն լցնենք։ Նույն բաղադրիչները ավելացնելու ենք։ Ահա, Էլիզա, մեր հյուրը արդեն հյուրասրահում է, խոսքը փոխանցենք իրենց, որպեսզի շարունակեն, իսկ դուք պատրաստման ընթացքը եւ արտաքին տեսքը հասցրեցիք տեսնել։ Շնորհակալություն, Սաթ եւ հրաշալի Էլիզա, մենք առողջ ենք սնվում եւ պետք է նաեւ առողջ պահենք մեր հոգեբանությունը։ Մեր հոգեբանությունը, որը նաեւ անդրադառնում է մաշկի վրա, այսինքն շատ միմյանց փոխկապակցված հետաքրքիր եթերը արժևում է, բայց այս պահին չկան էլ որ Սաթենիկը պոլի տարեց, որ մեր հյուրը մեզ հետ միասին է, բայց առաջարկում եմ այս պահին լսել շատ կարևոր հոգեբանական հարցի պատասխան, իսկ դուք սիրելի հեռուստադիտողներ, եթե ունեք ձեզ անհանգստացնող հարցեր հոգեբանական, որը անպայման անդրադարձի կարիք ունի, մեր հրաշալի մասնագետը կտա ձեր հարցերի պատասխան։ Անպայման կպատասխանեն։ Այսօր հոգեթերապևտ, հոգեբան Մարիամ Բաբայանն կանդրադառնա հերթական կարևոր հարցերից մեկին։
կլսենք եւ կվերադառնանք ներողություն Իրինա, այս անգամ այո, Իրինա։ Ինչ կարդում այդ կլսենք եւ կվերադառնանք մեր ընթացքին։ Բարի լույս։ Սմարթֆոնները մեր կյանքում չափազանց կարևոր դեր ունեն, սակայն հեռախոսային կախվածությունը բացասաբար է անդրադառնում թե մեծերի եւ թե փոքրերի վրա։ Երբ ինձ ծնողները դիմում են այն հարցով, թե ինչպես կարող ենք օգնել երեխաներին հաղթահարել հեռախոսային կախվածությունը, իմ հորդորն է, որ նախ եւ առաջ սկսենք ինքներս մեզնից։ Եվ երբ մենք չափազանց շատ ժամանակ ենք անցկացնում հեռախոսում, դժվար է երեխային բացատրել, որ հեռախոսային կախվածությունը վատ է։ Ինչպես հասկանանք, որ ունենք կախվածություն։ Երբ մենք ստանում ենք հեռախոսով տարբեր հավելվածներ, հավանումներ, հաղորդագրություններ, մեր օրգանիզմում արտադրվում է դոֆամին հաճույքի հորմոնը, եւ հենց սա էլ արտադրում է եւ առաջացնում է մեզ մոտ այս կախվածությունը։ Եվ մենք ունենում ենք կպչուն գործողություն անընդհատ հեռախոսը ստուգելու։ Երբ մենք երկար ժամանակ քնից առաջ նայում ենք հեռախոսի կապույտ էկրանին, այս լույսը, կապույտ լույսը մեր ուղեղին տալիս է ազդակ, որ դրսում լույս է, ինչի պատճառով մեր քունը չի լինում որակյալ։ Դրա համար շատ կարևոր է քնից առնվազն 30-ից 60 րոպե ընթացքում հեռախոսը դնել մի կողմ եւ պատրաստել մեր օրգանիզմին որակյալ քնի։ Նաեւ շատ կարևոր է փորձել այնպես անել, որ ունենանք տանը գոտիներ, որտեղ մենք հեռախոս չենք օգտագործի։ Օրինակ, ննջարանում կամ ճաշելի շատ ցանկալի է չօգտագործել հեռախոս։ Եվ նաև շատ կարևոր է անել թվային դետոքս, digital detox, այսինքն ունենալ ժամեր, երբ մենք չենք օգտագործի հեռախոս, եւ կփորձենք այս ժամերը փոխարինել ավելի արդյունավետ ժամանցով, ընկերների հետ զբոսանքով, ընթերցանությամբ, որը դրական կանդրադառնա մեզ վրա։ Եվ հիշենք, որ հեռախոսը պետք է ծառայի մեզ, այլ ոչ մենք պետք է ծառայենք հեռախոսին, փորձենք բալանսավորել հեռախոսի օգտագործումը, որպեսզի ունենանք ավելի որակյալ կյանք։ Բարի առավոտ, ինչպես խոստացել ենք, փոխկապակցված եւ ներդաշնակ եթեր է մեզ սպասվում, հոգեբանական հարցից հետո անմիջապես վերադառնում ենք արդեն դեմքին, մաշկին, արտաքին աշխարհին։ Եվ այսպես անթերից բժշկական կենտրոնը, ինչպես միշտ հուզող հարցերի եւ հուզող խնդիրների պատասխան է տալիս, որը որ կապված է անպայման գեղեցկության հետ եւ հոգում է յուրաքանչյուր կնոջ գեղեցկության եւ ոչ միայն կնոջ խնամքի, անթերի եւ ինքնավստահ լինելու մասին։ Իմ սիրուն ամենապահանջված դեմքի խնամքի փաթեթները շարունակվում են նոր փաթեթներ առաջարկել ու գարնանային տոնի արդիվ հրաշալի տարբերակներ ունեն։ Այս ամենի եւ մասնագիտական կարևոր հարցերի շուրջ կսիրուցենք մեր հյուրի հետ տաղավարում է իմ սիրուն դեմքի խնամքի մասնագետ բժիշկ Մերի Նիկոլյանը, նա նաեւ իմ բժշկուհին է փաստորեն։ Այո։ Շնորհակալություն հյուրընկալվելու համար։ Շնորհակալ եմ հրավերքի համար։ Դե խնդրում եմ բժշկուհի պատմեք մեզ հատկապես գարնան գալու հետ մեկտեղ ինչ փոփոխությունների է ենթարկվում մեր մաշկը, ինչ պետք է այն արվի, խոնավեցվի, թե որ գարնան ընթացքում ինչ պրոցեդուրաներ են ավելի նախընտրելի կատարել։ Տեսեք, գարնան ժամանակահատվածը ամենահարմար ժամանակահատվածն է, որ կարելի է անել ցանկացած դեմքի պրոցեդուրը։ Քանի որ չունենք դեռ շատ ակտիվ արև եւ ուլտրամանուշակագույն ճառագայթների շատ բարձր ինդեքս, դա մեզ հնարավորություն է տալիս կատարել ինչպես լազերային եւ պիլինգային միջամտություններ, այնպես էլ իհարկե խոնավացնող փաթեթներ։ Պետք է նշեմ, որ մեր փաթեթները ավելացել են եւս մեկ պրոցեդուրայով, RF միկրոասեղավորմամբ, որը եւս շատ նպատակահարմար է այս ժամանակահատվածում կատարել։ Այն ապահովում է ինչպես հակատարիքային էֆեկտ, այսինքն ձգելով մաշկը, այնպես էլ լուծում է խնդիրներ, ինչպիսիք են պոստակնե եւ պիգմենտացիոն խնդիրները, մաշկի անհարթությունները եւ լայնացած ծակոտիները։ Իհարկե, այլ խնդիրներ եւս։ Այո, քանի որ ընդհանրացնենք որպես այդպեսին պատկերացումը իմ սիրուն դեմքի խնամքի փաթեթների մասին, եկեք եթե հնարավոր է հերթով անդրադառնանք ինչ փաթեթներ են այն իրենից ներկայացնում, այո, ինչ պրոցեդուրաներ են ներգրավված այստեղ։ Շատ լավ։ Իմ սիրունը, դե ինչպես հասկացանք, դեմքի խնամք է, որն այս պահին բաղկացած է 16 տարբեր փաթեթներից, որոնցից յուրաքանչյուրը լուծում է տարբեր խնդիրներ, սկսած չորությունից մինչև պոստակնե հետքեր եւ երիտասարդացում։ Իմ սիրունը կազմեցինք այն ժամանակ, երբ հասկացանք, որ այցելուների կողմից կա պահանջարկ դեմքի ամբողջական եւ պրոֆեսիոնալ խնամքի,
բայց շուկայում այդպիսի նմանատիպ առաջարկ չկար։ Իմ սիրուն դեմքի խնամքը մենք կարողացանք համատեղել նաև մարմնի ռելաքսացիայի հետ, այսինքն մինչ մասնագետը կատարում է դեմքի խնամքը, դուք կարող եք վայելել պրեսոթերապիա, մարմնի դետոքս մերսումը։ Եվ կան նոր առաջարկներ այս տարի, թե որպես այդպեսին իմ սիրունը ունի իր փաթեթը, բայց անթերիսը իհարկե ներկայանում է նաև շատ ու շատ այլ առաջարկներով։ Փաթեթները ի սկզբանե եղել են 14-ը, բայց մենք անընդհատ աշխատանքներ ենք կատարում եւ մեր այցելուներին ներկայանում ենք նոր փաթեթներով, ավելացրեցինք պիլինգային տարբերակը, այժմ արդեն ավելացված է RF միկրոասեղավորումը, ինչպես նշեցի։ Դուք այսքան ժամանակ պրոֆեսիոնալ ու գրագետ մոտեցում եք ցուցաբերում, աշխատում եք մարդկանց հետ, աղջիկների հետ, կանանց, ոչ միայն նաև տղամարդիկ նույնպես սկսել են, չէ՞, երևի խնամք կատարել, շատ են գովելի է։ Այո, գովելի է, բայց շատ են տղամարդկանց շրջանում արդեն իրենց խնամքի վրա ուշադրություն դարձնողները։ Մենք ամեն օր պարտադիր ունենում ենք տղամարդ այցելուներ։ Մեծ ցուցանիշ է։ Իհարկե, շատ գովելի է, որովհետև դեմքի պրոֆեսիոնալ խնամքը դա յուրաքանչյուրը պետք է իրականացնի, անկախ տարիքից եւ իհարկե անկախ սեռից։ Իսկ կարողացել եք կանանց մոդել փոխել, պատկերացումն առհասարակ ճիշտ խնամքի վերաբերյալ։ Այո, որովհետև ինքնախնամքը մեր կարևորագույն դրսևորումներից մեկն է, որով ամեն դեպքում դա միայն արտաքին գեղեցկությունը չէ, այլ նաև ֆունկցիոնալ առողջության պահպանման կարևոր գործընթաց է։ Այո։ Շատ լավ, եթե գնանք հերթով հարցերով, ինձ հետաքրքիր է Գարնան գալու հետ մեկտեղ կանանց տոներին ընդառաջ, ինչ է առաջարկում Անթերիսը, ինչ նախաձեռնություն ունի այս օրերի համար։ Շատ լավ։ Անթերիս կլինիկսը այս միամսյակի առիթով համագործակցում է Արթուկ սոցիալական ձեռնարկության հետ։ Այս երկու կազմակերպությունները միասին առաջարկում են նվերքարտեր, որոնք կարող եք ձեռք բերել մինչև ապրիլի 7-ը։ Այսինքն ձեռք բերելով 20,000 դրամ եւ ավելի արժողությամբ Անթերիսի նվերքարտ, փաթեթի մեջ դուք ստանում եք նաև Արթուկի 5,000 դրամ արժողությամբ նվերքարտ։ Արթուկը, ինչպես նշեցի, սոցիալական ձեռնարկություն է, որտեղ աշխատում են հաշմանդամ երեխաների մայրեր եւ նրանք զբաղվում են լվացման եւ արթուկման ծառայությամբ։ Նվերքարտերը իհարկե կարելի է գտնել մեր բոլոր մասնաճյուղերում։ Այո, ինչպես նշեցինք, իմ սիրուն դեմքի խնամքի փաթեթները բաղկացած են 16 փաթեթներից որպես այդպեսին, բայց հետաքրքիր է հատկապես գարնան ամիսներին, որ փաթեթներից եւ պրոցեդուրաներից խորհուրդ կտակ օգտվել այցելուներին։ Այս փաթեթների շրջանակում Ինչպես նշեցի, գարնան ժամանակահատվածը ամենահարմարն է բոլոր պրոցեդուրաների առումով, քանի որ այդ արևի հետ կապված ինդեքսի հետ կապված այդ խնդիրը չունեն։ Եվ խոնավիճակներ են ակտուալ, չէ՞, այսինքն շատ օդը չոր չէ եւ եղանակային փոփոխությունները միշտ նպաստում են մաշկի չորացմանը, այո։ Ինչ նոր առաջարկներ ունեք իմ սիրունի այցելուների համար։ Որպես այդպեսին, չնայած ասացիք, որ այդ դետոքս մերսումը ես դեպ անցել եմ դրա միջով եւ շատ հաճելի է, ինչ դու Ես գիտես, հենց հիմա լսում եմ եւ փոշմանում, որովհետեւ մեկ անգամ հրաժարվել եմ։ Ինչու՞։ Ես չգիտեմ ինչու, ուղղակի երևի չգիտեմ, ասացի չէ։ Միայն դեմքս արագ ես արագ գնամ։ Երկրորդ անգամ համաձայնեցի եւ գիտես ինչքան հաճելի ամբողջ մարմնով դու ռելաքսի մեջ ես լինում, մինչդեռ քո դեմքը հրաշալի պրոցեդուրայի մեջ է։ Խորհուրդ ինձնից ձեզ չհրաժարվեք, երկու առաջարկ են։ Եվ այցելեք իհարկե Անթերիս բժշկական կենտրոն, որտեղ որ ամենահրաշալի պայմաններով կարողանում ես եւ պրոֆեսիոնալ մոտեցում ամենակարևորը։ Վերջում որտեղ եւ ինչպես կարելի է գրանցվել իմ սիրուն փաթեթներից օգտվելու համար։ Իմ սիրունի փաթեթներից կարող եք օգտվել Անթերիսի Բաղրամյան 2 եւ Կոմիտաս 54 գտնվող հասցեներում մասնաճյուղերում, գրանցման համար կարող եք զանգահարել մեր բոլոր մասնաճյուղերին 012 55 55 58 հեռախոսը համարով կամ կարող եք ուղղակի Անթերիսի էջին գրել։ Շատ լավ, բժշկուհի, ինձ հետաքրքիր է, վստահ եմ նաև հետաքրքիր են շատ ու շատ այս բանում ես հետևողներին եւ թե տղամարդկանց եւ կանանց ամեն օրվա որպես այդպեսին խնամքի խորհուրդներ։ Մինչ հասնելը այն ծայրահեղ աստիճանի, որ պետք է, չգիտեմ, օրինակ շատ մեծ ակնեներ են դեմքին, որը որ հետո պոստակներ եւ վերածվում եւ բուժման ընթացք է ենթադրում եւ բուժում այս դեպքում ոչ միայն ուղակի խնամք, այլ գալիս հասնում է նրան, որ պետք է բուժվի անպայման։ Հետաքրքիր է, ինչ խորհուրդ կտաք ամենօրյա վիճակում լինելու եւ մաշկը թարմ եւ առողջ պահելու համար։ Կարող եմ առաջինը ես ասել։
Շատ ջուր։ Պետք է շատ ջուր խմել, ապրես Արման։ Միանշանակ շատ ճիշտ լրացում դուք արեցիք, որ այո, շատ ջուր խմելը դա կարևոր է։ Իսկ բազային խնամքից նշեմ, որ կան էտապներ, որոնք յուրաքանչյուրը պետք է կատարեն։ Դա իհարկե մաշկի գրագետ ճիշտ մաքրումն է ըստ մաշկի տիպի ընտրված միջոցի, խոնավացումը միանշանակ եւ ինչը որ շատերը բաց են թողնում այդ քայլը, դա արևապաշտպանի օգտագործումն է։ Տարվա ցանկացած եղանակին մենք պետք է օգտագործենք արևապաշտպան քսուկ եւ այս քայլերով մենք լիքը խնդիրներ կարող ենք կանխարգելել։ Իհարկե, պրոֆեսիոնալ եւ ամբողջական խնամքը լրացնում է այս ամենին, մեկը մյուսին նրանք լրացնող գործոններ են, բայց յուրաքանչյուրը պետք է այդ բազային քայլերը իհարկե կատարի։ Իդեպ խոսեցինք երիտասարդացումից, որ իր մեջ ներառում է նաև անթերից բժշկական կենտրոնը իր առաջարկված ծառայություններով։ Հետաքրքիր է, ինչն է պակասում դեմքին, երբ մարդ օրինակ որևէ պատկառելի տարիքի է հասնում, սա կոլագենի մասն է, վստահ եմ խոսքը։ Այո։ Եվ RF lifting-ը կարծես թե հենց խորը շերտերում կոլագենի սինթեզն է, չէ՞, ապահովում, ակտիվացնում։ Ինչպես է սա տեղի ունենում։ Տեսեք, 24-25 տարեկանից սկսած յուրաքանչյուր անձ արդեն սկսում է կորցնել կոլագենի որոշակի քանակ։ Դա տարեկան մոտ մենք արդեն կորցնում ենք։ Ես չէ։ Կոլագեն։ Արման, դու քանի տարեկան ես։ Իրականում դա մեծ թիվ է, որովհետև տարեկան 1-ից 2%-ի չափով կորցնելը իհարկե ժամանակի ընթացքում իրեն ցույց է տալիս եւ կան պրոցեդուրաներ, որ այո, իրանց հիմնական էֆեկտը, այսպես ասած, հա, հենց կոլագենի ակտիվացումն է խորը շերտերում եւ RF միկրոասեղավորումը եւս աշխատում է այդ ուղղությամբ, տալով հակատարիքային էֆեկտ, ձգելով մաշկը եւ իհարկե այլ խնդիրներ էլ են լուծում։ Շատ զարմանալի փաստ ասեմ, երբեմն մարդիկ խնամքը շփոթում են միջամտությունների հետ։ Վերջերս ես խոսում էի որոշ մարդկանց շրջանակում, նաև ոչ բոլորի մոտ է այդպես, բայց դեռ կան որոշ չափով, ցանկանայի նաև դրան անդրադարձ կատարել, որ երբ դուք խնամում եք ձեր մաշկը, դա չի նշանակում, որ որևէ միջամտության եք դիմում, որևէ բան փոփոխում, այլ հակառակը դուք պահպանում եք այն, ինչ ունեք, պահպանում եք ուղղակի ձեր գեղեցկությունը, առողջ գեղեցկության մասին է այստեղ խոսքը իհարկե։ Ես վստահ եմ, որ տղամարդիկ հատկապես եւ ուզում եմ անպայման տղամարդկանց իմ խոսքով ուղղորդել եւ խորհուրդ տալ, որպեսզի հետևեն իրենց մաշկին եւ որովհետեւ կանանց մասին միշտ խոսում ենք, կան հստակ օրեր, միամսյակ, այսինքն յուրաքանչյուր հնարավորություն ընձեռված է կանանց, բայց այս դեպքում տղամարդիկ եւս ունեն շատ հրաշալի հնարավորություն օգտվելու եւ իրենց ինքնավստահությունը այս դեպքում եւս մեկ անգամ տեղապահելու համար, որովհետեւ դեմքը, մաշկը, պայծառությունը, սա կարծես առաջին գրավականն է ու այցեքարտը։ Այո, հավասարաչափ նույն մաշկը ունեք դուք, սիրելի տղամարդիկ, նույնը ունենք մենք։ Երկուսն էլ իհարկե կարիք ունեն խոնավացման, առողջ պահելու, այո, խնամքի։ Ինձ հետաքրքիր է, սա իհարկե գարունը մենք խոսում ենք գարնան ընդառաջ օրերի եւ խնամքի մասին, բայց վստահ եմ յուրաքանչյուր եղանակային փոփոխության հետ, օրինակ գալիս է հետո ամառ եւ հաջորդաբար եղանակները փոխվում է նաեւ խնամքի ձևերը։ Այ օրինակ գարունից հետո, երբ որ թեժ արև է եւ այս դեպքում արդեն ուլտրամանուշակագույնը շատ ակտիվ է մեզ մոտ, հետաքրքիր է ինչ խնամք է այս դեպքում առաջարկում իմ սիրունը։ Եվ ամենակարևորը ինչ չի կարելի անել ամռանը։ Ամռանը ամենաառաջին հերթին չի կարելի, ինչպես նշեցի, առանց արևապաշտպանի դուրս գալ, քանի որ այդ շրջանից հետո աշնանը մենք արդեն ունենում ենք մեծ քանակով այցելուներ, ովքեր ունեն պիգմենտացիայի խնդիր, եւ դա հենց արևապաշտպանի չօգտագործելու հետևանք է իհարկե։ Ուստի որպեսզի չհասնի խնդրին, պետք է այն ուղղակի կանխարգելել, քսուկ օգտագործելով ընդհանրապես։ Իսկ ամռանը ամենապահանջված միջամտությունը, որը որ մենք կատարում ենք, դա խոնավացումն է։ Չնայած խոնավացումը այն միջամտությունն է, որը մենք ամբողջ տարին միշտ իրականացնում ենք, ինքը միշտ ակտուալ է, բայց ամռան ամիսներին էլ ավելի շատ, քանի որ ջրազրկում շատ է տեղի ունենում արևի, այո։ Հետաքրքիրն է, որ ես մտածում եմ, որ հատկապես հստակ խորը եւ ոչ միայն խորը խոնավացումները դա ձմռանն է լինում, որովհետեւ մաշկը այստեղ ցրտից էլ ավելի որպես այդպեսին չոր ֆակտուրա է ստանում, մաշկը չորանում է։ Ձմեռ անցում, այո,
Այո։ Այսինքն ստացվում է հենց որ խոնավացումը ամբողջ տարվա ընթացքում շատ կարևոր է։ Իհարկե, որովհետև եղանակային ցանկացած փոփոխություն այդ անցումները անդրադառնում են մեր մաշկի վրա։ Բժշկուհիս կան ագրեսիվ պրոցեդուրաներ կամ այնպիսի յուրահատուկ պրոցեդուրաներ, որոնք կատեգորիկ արգելվում են հենց ամռանը կատարել կամ գոնե երբ արևը արդեն սկսում է մեզ որոշ չափով շատ ակտիվ ջերմացնել, այդ ժամանակ կատեգորիկ արգելվում են։ Կան այդպիսի պրոցեդուրաներ։ Տեսեք, բացարձակ հակացություններ որպես այդպիսին չունենք, բայց մենք մեր այցելուներին պարտադիր նշում ենք, որ թե լազերային միջամտությունները, թե RF միկրոասեղավորումը կատարելուց հետո գոնե 2 շաբաթ չպետք է կատարեն արևայրուք, որովհետև դա կարող է բարձրացնի պիգմենտացիայի ռիսկը։ Հետաքրքիր է, ինչպես է տարբերակում մաշկի տեսակները կոմբինացված, շորշ, յուղոտ։ Սա այո, շատ կարևոր է, երբ պետք է նախասահմանես պլանավորես խնամքը, ճիշտ խնամք ինչպես եք դուք կողմնորոշվում մաշկի տեսակներում։ Իրականում որպես մասնագետ մենք նայելով պացիենտի մաշկին, աշխատելով, միանգամից արդեն հասկանում ենք ինչ մաշկի տիպ է նրա մոտ, բայց յուրաքանչյուր ոք կարող է տնային պայմաններում, այսպես ասած, հասկանալ, թե ինչպիսին է իր մաշկի տիպը։ Առավոտյան լվացվելուց հետո 2 ժամ ոչինչ պացիենտը չպետք է օգտագործի իր դեմքին, այսինքն ոչ խոնավացնող քսուկ, ոչինչ։ Եվ դրանից հետո արդեն ըստ հատվածի մաշկը չորանում է, կա յուղ արտադրություն, թե ընդհանրապես ոչ մի բան չի դիտվում, ըստ դրա որոշվում է արդեն մաշկի տիպը։ Իսկ մաշկի տիպը շատ կարևոր է որոշել, որովհետև ըստ դրա ընտրվում են արդեն խնամքի միջոցները։ Ես ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնեք ինչպես կարող են իմ սիրուն դեմքի խնամքի փաթեթներին գրանցվել եւ օգտվել եւ հասցնել, որովհետեւ այս բան մեր հեռուստադիտողները պարբերաբար միանում են մեզ եւ բաց են թողում ամենակարևորը։ Ես ուզում եմ այո վերադառնալ դրան եւ հասկանալ թե ինչպես կարող են լինել ձեզ հետ ձեզ մոտ եւ օգտվել ձեր ծառայություններից։ Իմ սիրուն դեմքի խնամքին կարող են գրանցվել Անթերիսի 2 մասնաճյուղերում, Բաղրամյան 2 եւ Կոմիտաս 54 գտնվող հասցեներում։ Գրանցման համար կարող են զանգահարել 012 55 55 58 հեռախոսահամարին կամ կարող են պարզապես Անթերիսի էջին նամակ գրել։ Անթերիս բժշկական կենտրոնը շատ ունի նաև հրաշալի միջավայր եւ շատ հաճելի է գտնվել այնտեղ ուղակի նստած սպասելով, ջուր խմելով եւ գալիս է քո հերթը, այնպես որ եւ միջավայրը եւ մոտեցումը եւ միանշանակ արդյունքները հրաշալի են։ Ես կարծում եմ, որ պետք է եւ օրերը տաքացել են, մարդիկ գնում են մարզասրահներ, պատրաստում են իրենց մարմինը, շատ կարեւոր է նաեւ պատրաստել ձեր մաշկը եւ հատկապես դեմքի, որը որ միանշանակ ձեր այցեքարտն է։ Եվ ամենակարևորը ճիշտ ու գրագետ մոտեցմամբ, դա շատ վստահելով ճիշտ եւ գրագետ մասնագետներին, ինչն էլ հավաքել է մեկտեղում Անթերիս բժշկական կենտրոնը։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես լավ օրվա շարունակություն։ Իսկ մենք այս պահին դադար ենք առնում գովազդով եւ հետո վերադառնում։ Մնացեք մեզ հետ։ Սիրելի մեր տաղավարում մի հրաշալի հոտերի բույր է տարածված, բայց այդ բույրերի հոտերի բույր ուտեսների բույրը տարածվել է ամբողջ տաղավարում, բայց միքս է, այսինքն պահքային եւ ոչ պահքային բույրեր են, սրանք փոքր սպეციფიկ, բայց ախորժակ գրգռող բույրեր են։ Մինչ տեղափոխվելը խոհանոց, ասենք, որ արդեն իսկ հարազատ դարձած մեր գործընկեր Գուտսեյեմը, որը բացի այն, որ IKEA բրենդի ամենամեծ ներկրողն է, նաեւ կենցաղային տեխնիկայի եւ տնտեսական ապրանքների ամենամատչելի վաճառողն է Հայաստանում։ Ինչու գնալ խանութ Արման եւ բոլոր գնումները ծանր տեղափոխել տուն, եթե կարող ենք բազմոցին նստած, հանգիստ, առանց շտապելու ընտրել օրինակ ձեզ համար մազերի շամպուն կամ լվացքի փոշին, ընդ որում ավելի մատչելի, քան ցանկացած սուպերմարկետում եւ ստանալ արդեն իսկ ձեր տանը։ Չմոռանանք նաեւ նշել, որ այդ հնարավորությունը Գուտսեյեմը ոչ միայն ընձեռնել է Երևանի բնակիչներին, այլև ամբողջ Հայաստանում բնակվող մեր հայրենակիցներին։ Գուտսեյեմ, քո օնլայն հիպերմարկետը Հայաստանում։ Դե ինձ սիրելի հեռուստադիտողներ, ձեր ախորժակը գրգռելու համար այս պահին առաջարկում եմ, որպեսզի խոշոր պլանով հայտնվի նախաճաշի վերջնական տեսքը այս պահին։ Աղցանները պատրաստ են, վերջնական տեսքը այսպիսին է։ Մեզ բարի ախորժակ, ձեզ սիրելի հեռուստադիտողներ,
ծննդարար համեր աղցանը, որը առաջարկել է Էլիզան, մնում է որ պատրաստեք, հետո ձեզ կասենք բարի ախորժակ։ Էլիզա, ավելացրեք, եթե ունեք որևէ բան։ Ավելացնում եմ ուղղակի, որ պարտադիր պատրաստեն եւ փորձեն, երկուսն էլ սպիտակուցով հարուստ, օգտակար վիտամիններով հարուստ, որպես նախաճաշի հարկեսա չենք դիտարկում ենք որպես երկրորդ նախուտեստ կամ որպես ուղղակի աղցան, որը կարելի է օգտագործել լանչի ժամին։ Էլիզա, շատ շնորհակալություն, որ առաջարկեցիք եւ պահքային եւ ոչ պահքային կերակուր։ Լավ, օր մենք ձեզ այնքան սեր ու բարություն ենք փոխանցում, որովհետեւ այդ այն ինչ որ մենք տալիս ենք ձեզ, վերադառնում է մեզ։ Դες լավ օր, հաջողություն։ Շնորհակալություն, սիրելի գործընկերներ։ Սա ճկնաղ Էլիզա, այդքան լավ դրական ամեն ինչ մաղթեցին արդեն հեռուստադիտողներին։ Մնում է միայն ասել, որ աշխատանքային շաբաթը նոր է սկսվել ընթացքի մեջ, ձեզ մաղթում ենք արդյունավետություն, եղեք առողջ, հետևեք ու խնամեք ձեզ եւ բացվի թողեք մշակութային հետաքրքիր անցուդարձերը Երևանում եւ Հայաստանում։ Նաեւ լի դրական էներգիայով ամենակարևորը շաբաթը նոր է սկսել, աշխատանքային շաբաթը նոր է սկսել։ Պահպանեք ձեր դրական էներգիան եւ շատ ժպտացեք։ Սիրում ենք ձեզ։ Հաջողություն։